Սիրելիներս, Աստված օրհնի ձեզ, կարող եք նստել Տիրոջ այս թանկ ներկայության մեջ, այս խաղաղության մեջ։ Ինչպես մեր Ռիփսիմե քույրիկը խոսեց ու օրինակ բերեց, այն էշերի կորուստի եւ այն երիտասարդների, որից մեկը Սավուղն էր, մյուսը մի երիտասարդ, իրեն ծառայակից գնացին էշերը որոնելու։ Գիտեք, մենք էլ շատ բաներ ունենք կորցրած կյանքում, չէ՞, որ գնում ենք որոնելու։ Ամեն մեկս միտեղ մի բան որոնում ենք, ման ենք գալիս։ Ու մարդկա մի բան գտնում է, մարդ էլ կա ոչ մի բան չի գտնում։ Ու տենց էլ որոնում ենք ու որոնում։ Բայց այնքան դուրս գալիս է այս պատմության մեջ, երբ որ հանկարծ Սավուղը հայտնություն ստացավ, որ ում դիմեն, որպեսզի գտնեն։ Գնանք իմաստուն Աստծո մարդու մոտ, իմաստուն Աստծո մարդու մոտ, Աստծո ծառայի մոտ, որովհետև մենակ ինքը կարա քեզ ասի, թե որտեղ փնտրես, ինչ փնտրես եւ որտեղ կգտնես։ Աշխարհն էլ է գնում, գիտեք, չէ, մարդկանց մոտ փնտրում է մարդիկ, որ գնա նրանց մոտ ինչ որ մի իրանց բախտը բացվի, ինչ որ ապագայի մասին մի լավ լուր լսեն, իմանան, իրանց խնդիրների լուծումը գտնեն, մարդիկ ուր ասես դիմում են, աշխարհը նույնպես փնտրում է, բայց նրանք չգիտեն ում մոտենան, ով է իմաստության աղբյուրը, ով կարա քեզ խորհուրդ տա։ Փառք Աստծուն, որ մենք գիտենք, ամեն, փառք Աստծուն, որ գիտենք ու գալիս ենք ամեն անգամ Տիրոջ տուն, ճիշտ է, ես հավատում եմ, որ ամեն օր դու Տիրոջ երեսը փնտրում ես քո աղոթքների մեջ։ Ես հավատում եմ, որ ամեն օր դու ընթերցում ես Աստծո կենթանի խոսքը, որը քեզ հետ խոսում է։ Խոսում է քեզ հետ Աստծո խոսքը։ Ում հետ է խոսում։ Փառք Աստծուն ձեզ համար։ Փառք Աստծուն, որ ամեն անգամ գալիս ես ծառայության ու այստեղից փափագով, ծարավով ուզում ես վերցնես այն, ինչ որ Աստված պատրաստել է քեզ համար։ Տերը շատ օրհնի քեզ։ Իրականում այսօրվա խոսքի վերնագիրը դրել եմ այսպես. կարևորագույն խորհուրդներ, որը Աստված տալիս է իր զավակներին, իր դուստրերին, իր երեխաներին, Աստված տալիս է իր ժողովրդին, որպեսզի մենք այդ կարևորագույն խորհուրդները վերցնենք ու գտնենք մեր կյանքի լուծումը։ Ամեն։ Մի քանի սենց բաներ եմ առանձնացրել ու սրանց մասին ուզում եմ խոսեմ, լավ, սիրելիս։ Մենք փնտրում ենք։ Առաջինը, երբեք չես ստանա այն, ինչը ուզում ես, մինչև չգոհանաս Աստծուց, այն ամենի համար, ինչ որ ունես։ Գիտես, շատ բան ենք փնտրում։ Փնտրողները շատ են։ Փնտրողների վիճակը տարբեր է։ Մեկը փնփնթալով է փնտրում, մեկը բողոքելով է փնտրում, մեկը անընդհատ Աստծուց ինչ որ բան է պահանջում, միշտ մեղավորներ են ման գալիս։ Բայց խոսքը ինչ ասում, ասում է երբեք չես ստանա այն ինչ որ ուզում ես, եթե չսկսես գոհանալ Աստծուց։ Գոհությունը դռներ է բացում։ Գոհությունը նոր հնարավորություններ է տալիս։ Գոհությունը մի դուռ է, որը բացվում է ու միգուցե փոքր արահետ, բայց տանում է դեպի մեծ օրհնություն։ Միգուցե փոքր է թվում այդ ճանապարհդ, նեղ է թվում ճանապարհդ։ Մի քիչ նեղված կա, խոսքն էլ է, չի ասում, ասում է լայն է այն ճանապարհը, որը տանում է դեպի կործանում։ Կարդացել եք Աստվածաշնչի մեջ։ Իսկ նեղ են դեպի հավիտենական տանող ճանապարհները։ Միտեղ նեղ է, միտեղ մի քիչ դժվար է, բայց Աստված քեզ հետ այդ դժվարություններով անցակացնում։ Այնպես որ գոհությունը, սիրելիս, քո ապագայի համար մի նոր օրհնություն է, մի նոր դուռ է բացում, որ հասնես այդ օրհնություններին։ Ամեն։ Այնպես որ երբեք չես ստանա այն, ինչը ուզում ես, մինչև չգոհանաս Աստծուց այն ամենի համար, ինչը որ ունես։ Մարդը այսօրվա ունեցածը չի գնահատում, բայց ձգտում է նորին։ Այսօրվա կնոջից բաժանվում է, նոր կին է ման գալի։ Այ մարդ այսօրվա կնոջ հետ յոլա գնա, նորը չես էլ փնտրի։ Այդպես չի։ Որ այսօրվանի հետ յոլա չես գնում, վաղվանի հետ ոնց յոլա կգնաս։ Դրա համար գոհացի ինչ որ ունես ու գոհությամբ շարժվի առաջ ու Տերը նոր դռներ կբացի։ Մատթեոս 25-րդ գլուխ 21 խոսք ասում է. նրա Տերն էլ ասաց նրան. լավ,
բարի եւ հավատարիմ ծառա, քիչ բանի վրա հավատարիմ էիր, ես քեզ շատ բաների վրա կդնեմ, մտիր քո տիրոջ ուրախության մեջ։ Ասում են քիչ բաների համար, որ ունեիր, ուտեղ դու ուրախ էիր, գոհանում էիր, հավատարիմ էիր, ասում շատ բաների վրա կդնեմ քեզ, տեսնելով քո հավատարիմ սիրտը, տեսնելով քո գոհացող սիրտը։ Այսօր ինչ ունես, սիրելիս, թող այն որ սիրտը փայփայի այդ ամեն ինչը ինչ որ ունես, ուրախությունով ու գոհությունով։ Տերը մեծ բաներ կպատրաստի քեզ համար։ Այսինքն ունի պատրաստած։ Հաջորդը Սաղմոս 100-4 խոսքը։ Ասում է մտեք նրա դռները գոհությունով, նրա սրահները փառաբանությունով։ Գոհացեք նրանից եւ օրհնեցեք նրա անունը։ Ում սրտով ես խոսքը, մտեք նրա դռները գոհությունով։ Մենք մտել ենք Տիրոջ տուն, Տիրոջ սրահները, արդյոք գոհությունով ենք մտել։ Այստեղ փառաբանություն օրհնվում է, օծություն է իշտնում, ցնծում են, փառաբանում են Տիրոջը, երկնքի դռները բացվում է, բայց արդյոք դու մտել ես Տիրոջ սրահները գոհությունով։ Գոնե ձեռքդ բարձրացնում ես, գոնե զգում ես Տիրոջ ներկայությունը, գոնե գոհանում ես Տիրոջից։ Հա? Գոնե ծափ տալիս ես։ Փառք Աստծուն։ Մտեք նրա դռները գոհությունով, նրա սրահները փառաբանությունով։ Գոհացեք նրանից եւ օրհնեցեք նրա անունը։ Այնքան լավ բան է գոհությունը, սիրելիս։ Ամեն։ Ով է սիրում ընկերներին, ընկերական շրջապատ, ընկերական փոխհարաբերություններ, ընկերների համար ուշներս գնում է, չէ՞, ու փառք Աստծուն, որ տենց է։ Դա լավ բան է։ Եթե մարդը ընկեր չունի, մենակ մարդը ում է պետք, չէ՞։ Բայց ընկերությունը, ասեմ քեզ, հեշտ չի, չէ՞, ձեռք բերվում։ Գիտեք ինչին եմ նմանացնում։ Ընկերությունը գրքի պես է։ Մեկ վայրկյանում կարելի է այրել, վառել, կորցնել, փչացնել ընկերական փոխհարաբերությունները, կարելի է, չէ՞, լինում է, չէ՞, տենց։ Ընկերեր մեկ էլ տենում ես այնպես մի բան արեց, որ արդեն չես կարողանում հետը քայլես, կամ շփվես, կամ զրուցես։ Ընկերությունը գրքի պես մի բան է, որը կարելի է այրել, բայց գրելու համար տարիներ են պետք։ Լավ ընկերոջը ընտրում ես ոչ թե խոսքերով, այլ գործերով։ Այտենց է, չէ՞։ Իրականում գործերն են ցույց տալիս, թե ով է քո ընկերը։ Եվ դրա հետ միասին այնքան կարևոր է, որ մենք փայփայենք փոխհարաբերությունները, մեր մտերմությունը ընկերական, որովհետև գրքի պես է, գիրքը տարիներով է գրվում, ընկերությունն էլ է տարիներով կառուցվում, բայց կորցնելը հեշտ է։ Հենց որ եկեք լավ փայփայենք մեր այդ փոխհարաբերությունները ու ճիշտ փոխհարաբերություններ կառուցենք միմյանց նկատմամբ։ Ամեն։ Որովհետև մեր կառուցած այդ փոխհարաբերությունների շնորհիվ կամ ամրանալու է, կամ կորցնելու ենք։ Սաղմոս 119:63 խոսք։ Ասում է. ընկերն եմ այն ամենին, ովքեր վախենում են քեզանից, եւ քո պատվիրանքները պահում են։ Ամենալավ ընկերության բանաձևն է, հիմքն է։ Հա, ես ընկերություն եմ անում նրանց հետ, ովքեր վախենում են քեզանից, իմ Տեր։ Որովհետև ովքեր որ ունեն քեզ ու վախենում են քեզանից ու քո խոսքը պահում են, նրանք կլինեն հավատարիմ ընկերներ։ Նրանք կլինեն հավատարիմ մարդիկ, որ ամեն ժամանակ կլինեն քո կողքին։ Լավ ընկերներով շրջապատված այն մարդը, ով կարողանում է ինքն էլ լավ ընկեր լինել։ Եթե դու լավ ընկեր չես, մի փորձի ուրիշից պահանջես, որ ինքը քեզ քո նկատմամբ լավ ընկեր լինի։ Եկեք նայենք մեզ, լավ։ Մենք ուզում ենք, որ մեր կողքը շրջապատված լինենք լավ ընկերներով, բայց հələ եկեք մի հատ մեզ նայենք, արդյոք ես լավ ընկեր եմ, թե մենակ պահանջում եմ։ Այնպես որ լավ ընկերներով շրջապատված է այն մարդը, ով կարողանում է ինքն էլ լավ ընկեր լինել։ Ասում են, չէ՞ ում հետ ընկերություն ես անում, նրան էլ նմանվում ես։ Լսել եք այդ խոսքը։ Ում հետ ընկերություն ես անում, նրան էլ նմանվում ես։ Գիտես հետաքրքիրը որն է։ Մենք բոլորս էլ ունենք ընկերական մեծ լայն շրջապատ։ Բայց այնպես լավ կլինի, որ դու Հիսուսին նմանվես։ Հա? Ընկերներդ էլ քեզ։
Ինչքան լավ կլինի, չէ՞։ Դու Հիսուսին նմանվես, ընկերներդ էլ քեզ։ Ոչ թե գնաս անգնես, չգիտեմ ինչ շրջապատի մեջ ու նմանվես իրանց։ Եկեղեցուց դուրս ես եկել, թարմ, լվացված, մաքրված, օծված, հայտնությունով ու հանդիմանված, շուրթերդ արդեն զսպում ես, մեկ է գնում ես քո ընկերական շրջապատի մեջ ու ընկնում ես իրանց ջրերը։ Լավ չէ՞։ Անենց ամուր բռնի Հիսուսից, որ դու Հիսուսին նմանվես, ընկերներդ էլ քեզ նմանվեն։ Որովհետև Հռոմեացիների 8-րդ գլխի 29 խոսքում գրված է հետաքրքիր մի բան, ասում է, որովհետև նրանց, որ սկզբից ճանաչեց, սկզբից էլ սահմանեց իր որդու պատկերին կերպարանակից լինելուն։ Աստված հենց ի սկզբանե քեզ ընտրել է ու քեզ ճանաչում է, ուզում է, որ դու Հիսուս Քրիստոսին իր որդուն կերպարանակից լինես, նմանվես, լինես Հիսուս Քրիստոսի պես։ Ամեն։ Ոչ թե եկել ենք, գիտեք, տուն թանգարան, ամեն կիրակի գիտես ուր եմ գնում, տուն թանգարան, գնում եմ ընդ Հիսուսի խոսքը լսում, Հիսուսի նկարները տեսնում ու գնում նորից ես ինքս իմ գործերին։ Հիսուսի խոսքը ու Հիսուսի պատկերը չպետք է լինի քեզանից դուրս, պիտի լինի քո ներսում։ Ամեն։ Ոչ թե քեզանից դուրս, այլ քո ներսում։ Այդ թանգարանը դու պիտի լինես, որ ոչ թե Աստծուն զարմացնես, այլ կենթանի Աստված բնավկի քո ներսում, այլ քո շրջապատը տեսնի ու զարմանա, այլ քո շրջապատը պիտի սենց գա, որպես տուն թանգարան քեզ հետ շփվի, տեսնի են քո ներսում եղած են գանձերը, գեղեցկությունները, հրաշքները, ու արդեն ասի կլինի ես էլ գամ անտեղ, որտեղ դու ես։ Ամեն։ Սիրում ենք, չէ՞, ով է սիրում վիճաբանել։ Սիրում ենք, չէ՞, մեկ-մեկ վիճաբանություն, սենց թեժացնել, հասցնել, չգիտեմ ինչի, սենց ինչ որ թեմաներ ա լինում, որ անհնար է առանց վիճաբանության, այ մարդ։ Կա տես թեմա, որ անհնար է առանց վիճաբանության լուծվի։ Ինչ ես կարծում, կա տես թեմա, որ առանց վիճաբանության լուծվի։ Կա։ Բան չի ես են այդ թեման թողած անգել վիճաբանության թեմաների հետից։ Գիտես, չկա վիճաբանության այնպիսի մի առիթ, որ ավելի թանկ եւ կարեւոր լինի, քան ընկերությունը, քան ընտանիքը, քան մեկը մյուսի համար, հա? Չկա իրականում։ Ես իմ անձնական կյանքից, այս ապրած կյանքից փորձից եմ ասում։ Չկա մի այնպիսի վիճաբանության առիթ, որ կարելի լինի դրան պատճառով ինչ որ մեկից խռովել, վիրավորվել ու կապերը կտրել։ Ես զարմանում եմ, որ մարդիկ ասում են բաժանվեցինք, կամ մարդիկ ասում են այս ընկերոջս հետ կռվեցի, էլ չենք խոսում։ Ես զարմանում եմ, որովհետև չկա տենց մի վիճաբանության առիթ, որ հնարավոր չլինի առանց վիճաբանության։ Եթե դու ավելի թանկ գնահատում ես քո դրացուն, քո կողքինին, քո կնոջը, քո ամուսնուն, քո երեխաներին, քո ընկերներին, այդ դեպքում էլ ինչի համար վիճաբանես, հələ հարց էլի։ Ինչն ես ուզում ապացուցես, որ դու ճիշտ ես քո տեսանկյունով։ Ճիշտը մեկն է։ Աստծո խոսքը։ Կարանք վերցնենք այդ վիճաբանության առարկան, այդ վիճաբանության նյութը ու բերենք Աստծո խոսքի համեմատենք, տեսնենք ոնց է ասում Աստված։ Հետո որ հասկանանք ես էլ եմ սխալ, դու էլ ես սխալ, իրար գրկենք, իրար օրհնենք ու համաձայնվենք Տիրոջ կատարյալ ճշմարտության հետ։ Էդի չվիճելու ամենալավ մեթոդն է, հա? Սիրելի վիճաբանողներ ջան։ Գաղատացիս 5-րդ գլուխ 14-ից 16-րդ խոսքերում գրված է այսպես. Որովհետև բոլոր օրենքը այս մեկ խոսքում է բովանդակվում։ Քո ընկերին սիրիր քո անձի պես։ Քո ընկերոջը, քո դրացուն սիրիր քո անձի պես։ Դու ինքդ քո հետ կռիվանում ես երբևիցե։ Եղել է որ առավոտը ելն ես հայելու առաջ կանգնես ու ինքդ քո հետ կռիվանես։ Ասես ես խի ես սենց քնել մազերս սաղ խառնվել է։ Հա? Այտենց բան լինում, հա? Կամ էլ թե չէ դուրս ես գալի փողոց ու սկսում հետդ կռիվանել, ինչի ես կոշիկները հակարախր չի սազում քեզ։ Ասում է քո ընկերոջը սիրիր քո անձի պես։ Բայց եթե իրար կծեք,
եւ ուտեք, զգուշացեք, որ իրարից չփչանաք։ Ասում այդ վիճաբանությունները փչացնելու է ձեզ։ Այդ վիճաբանություններով դուք իրար կծելու եք, փչացնեք, նեղացնեք, հոտեք, հետո հոտա գալու ձեր վրից, նեխած, պետքա ձեզ։ Բայց ասում եմ, հոգով գնացեք։ Շատերն ասում են, այ մարդ անհնար է, չի ստացվում չվիճելը։ Լինում է, չէ՞, տենց որ անհնար անես, մարդ կա, որ անհնար է հետը չվիճես։ Կա տենց մարդ։ Գիտեք, Աստծո խոսքը դրա բանաձևն էլ է տալիս։ Խոսքը ինչ ասում, 16-րդ խոսքը ասում եմ ձեզ, հոգով գնացեք եւ մարմնի ցանկությունները չեք կատարի։ Հոգով գնացեք, այսինքն հոգևոր Աստծո խոսքով, հələ Աստծո խոսքով փորձի վիճաբանես, չի ստացվում այ մարդ։ Չի ստացվում ու վերջ։ Ուզում ես վիճաբանես մի հատ կծու խոսք ասում ես, լսի, ես ինչ լավն ես։ Հենց մի բան ասում, սխալ ասում, մեկ էլ որ Աստծո խոսքով ես գնում, մեկ էլ գիտես ներսիցդ ինչա գալի։ Լսի, բայց իսկականից դու շատ ճիշտ ես ասում։ Ու մեկ էլ տենում ես չի վիճաբանվում, այ մարդ չի ստացվում։ Այնպես որ եկեք հոգով գնանք եւ մարմնի ցանկությունները չենք կատարի։ Ամեն։ Ես չեմ խոսում միակողմանի, որ են վիճաբանության առիթ ստեղծողները չֆռան են վիճաբանողին ասեն, տենում ես, այլ չվիճաբանես։ Ես ոնց կամ, ես ճիշտ եմ անում, այ հանկարծ դու չվիճաբանես, թե չէ դու մեղքի մեջ ես ընկնելու։ Երկու կողմն էլ մեղքի մեջ են ընկնելու։ Երկու կողմին էլ անհրաժեշտ է, որպեսզի հոգով գնանք։ Ամեն։ Հաջորդը։ Մենք մարդուն, որ հանդիպում ենք, ոնց ենք դատում, հագնվածքով, դեմքով, հայացքով, չէ՞։ Այդպես չի։ Սենց որ նայում ես, ասում ես, լսի, ես մեկի դեմքը նենց է, ոնց որ ամբողջ աշխարհի հոգսը իր ուսերին լինի։ Այն մեկն էլ այնքան երջանիկ է, ոնց որ հեչ հոգս չունենա։ Հա, սենց մարդկանց դեմքերին նայելով սկսում ես դատել։ Բայց մեկ-մեկ մենք որ մեզ ենք հայելով տենում, մեկ-մեկ էլ նոմա որ վախենում ենք։ Մեր հայացքից էլ։ Լինում է, չէ՞։ Սենց տունը մենակ ես, սենց հայելու մոտով ասում ես, էսով։ Ասում Աստված քեզ դեմք ա տվել։ Աստված քեզ դեմք ա տվել։ Դու դեմք ես։ Բայց դեմքի արտահայտությունը դու ինքդ ես ձևավորում։ Հա? Այտենց է, չէ՞։ Աստված քեզ դեմք ա տվել, բայց այդ դեմքի արտահայտությունը դու ինքդ ես ձևավորում։ Այ մարդ կլինես ձևավորես գոնե սիրուն են, էլի սենց էլ, էլի։ Հա? Եկեք մի հատ ձևավորենք, էլի հələ։ Եկեք ձևավորենք գեղեցիկ ժպիտով, հա? Կլինի, որ քեզ տենողը սենց չվախենա, իմանա հայելում իրանա տեսել։ Այլ քեզ տեսնողը իրականում ուրախությունը ժպիտ տեսնի։ Կարանք այտենց անենք։ Թե չէ մարդ կայ մարդ ուզում ես մոտենաս, գրկի ես, բարևես, ժպտաս մեկ էլ վախենում ես։ Եբրայեցիս 4-րդ գլխում հետաքրքիր բան ա գրված 12-ից 13 խոսքերում։ Աստծո խոսքը կենդանի է եւ զորավոր եւ ամեն երկսայրի սուրից ավելի կտրուկ եւ թափանցում է մինչեւ շնչի եւ հոգու եւ հոդվածների ու ծուցկի բաժանվելը եւ քննող է սրտերի մտքերը եւ խորհուրդները եւ չկա մի արարած աներևույթ նրա երեսից, բայց ամենն էլ մերկ եւ բաց է նրա աչքերի առաջին, որի հետ է մեր բանը, մեր գործը, մեր ամեն ինչը Տիրոջ առաջ պարզա ու բաց։ Հա? Ասма մեր շուրթերը խոսում են սրտի ավելցուկից։ Մեր դեմքի դիմագծերը ձևավորվում են մեր ներսի վիճակից։ Համաձայն ես։ Հա? Մարդ կա իրականում արտաքինի հետ չի աշխատում, նու հիմա տենցա, բայց երբ որ ներսդ լցվում է ուրախությունով ու Տիրոջ ներկայությունով, անկախ քեզանից դու դիմագծերդ փոխվում է, ձևավորվում է, ավելի գեղեցիկ ես դառնում։ Ամեն։ Աշխատենք դրա վրա։ Հաջորդը
Իշքան մարդ կա, որ աչքով աչք չունես տենալու։ Կան չէ՞ այդպես մարդիկ։ Մեկին էլ հանդիպում ես, մեկ էլ անունը տալիս է, թե չէ, սկսում ես, տոյետի, վայ, ու սկսում ես։ Չէ՞, կան, չէ։ Ասում եմ, երբ ինչ-որ մեկի ուղությամբ կեղտ ես շպրտում, իմացի, որ կարող են այդ քո շպրտած բանը նրան չհասնի, քո այդ սխալ արտահայտությունները, այդ վերաբերմունքը, այդ խոսքը, հա, այդ չարախոսությունը կարող է եւ չհասնի։ Գիտես։ Բայց քո ձեռքերի կեղտը բոլորը կտեսնեն։ Այսինքն, երբ որ փորձում ես ինչ-որ մեկին սև անես, սևերես անես, այսինքն ինչ-որ մեկի մասին խոսաս, բամբասես, ներկայացնես, թե ինչ վատն է էդի, կարող է նրան չհասնի, բայց դու արդեն ինքդ կեղտոտվում ես։ Ու հնարավոր չի, որ չտեսնեն քեզ կեղտոտված։ Դրա մասին գրված է Առակաց 26-26-ի 27-ում։ Ասում է, թեկուզ ատելությունը ծածկվի նենգությամբ, նրա չարությունը կհայտնվի ժողովրդի մեջ։ Ով որ փոս փորե, մեջը կընկնի, եւ ով որ քարը գլորի, նա նրա վրա կգլորվի, նա նրա վրա կդառնա։ Պարզ ու հասարակ։ Ասում է, թեկուզ ատելությունը ծածկես նենգությունով, ասում է, նրա չարությունը կհայտնվի ժողովրդի մեջ։ Մեկը կերևալու է։ Ու ասում է, որ փոսա փորում ինքն էլ փոսի մեջ է ընկնում։ Ում վրա որ դու քար ես նետում, քո վրա էլ հետ է գալի ու դառնում է դեպի քեզ։ Եկեք քար գցող չլինենք։ Ամեն։ Հաջորդը սրտացավ եղիր քո կողակցի նկատմամբ, սրտացավ եղիր քո շրջապատի նկատմամբ, սրտացավ եղիր քեզ շրջապատող մարդկանց հետ այդ փոխհարաբերությունների համար, սրտացավ եղիր, որովհետև եթե սրտացավ չեղար, հակառակ դեպքում ստիպած ես լինելու մենակ հիշես, որ քո կողքին երբևիցե այդպես մարդ է եղել, որ ինչ-որ մեկի հետ ընկերություն ես արել։ Եթե մենք սրտացավ չենք այսօր մեր փոխհարաբերությունների համար, հետո հիշողություն է դառնալու։ Ինչի համար դառնա հիշողություն, եթե մենք կարանք այսօր հոգատար լինենք եւ պահպանվի այդ ընկերությունը, այդ մտերմությունը, այդ փոխհարաբերությունները։ Իսկ որպեսզի կարողանա այդ փոխհարաբերությունները պահպանվի եւ լավ ջեր մտերիմ փոխհարաբերություններ ունենանք թե ընտանիքում, թե ընկերական շրջապատում, թե մեր շրջապատի մեր ընկերների հետ, ինչը անհրաժեշտ։ Անհրաժեշտ է Եփեսացիս 4:21-ից 29։ Եփեսացիս 4:21-ից 29-ը հենց ասա ինձ է վերաբերվում։ Մեզ բոլորիս է վերաբերվում։ Ամեն։ Ասում է, ձեզանից դուրս հանեք առաջի գնացքի պես եղող հին մարդը։ Որովհետև այդ հին մարդը էգոիզտ է։ Այդ հին մարդը ինքնահավան ու մեծամիտ է։ Այդ հին մարդը միշտ մտածում է, թե դու ճիշտ ես, մյուսները սխալ։ Համաձայն ես։ Դրա համար ասում է պետք է, որ ձեզանից դուրս հանեք առաջի գնացքի պես եղող հին մարդը, որ խաբեության, ցանկություններով ապականված է, եւ ձեր մտքի հոգով նորոգվեցեք, եւ նոր մարդին հագեք, որ Աստծո պատկերի պես է, ստեղծված ճշմարտության արդարությունով, սրբությունով։ Նրա համար դեն գցեք ստությունը, ամեն մարդ թող ճշմարտություն խոսի, վասնզի իրար անդամ եք։ 26-րդ խոսքը, բայց որ բարկանաք էլ, մի մեղանչեք, թող արեգակը ձեր բարկության վրա չմտնի, եւ տեղի չտակ սատանային։ Այսինքն, որպեսզի չդառնա հիշողություն, շատ կարևոր է Եփեսացիս 4:21-ը մեր անձնական կյանքում դառնա իրականություն։ Եթե մենք դեն գցենք մեր հին տեսակի մարդը եւ նորոգվենք Հիսուս Քրիստոսով ու Աստծո պատկերի եւ նմանության պես դառնանք, ապա հիշողություն չի դառնա։ Հիշողություն չի դառնա ընկերական մեր փոխհարաբերությունները։ Հիշողություն չի դառնա եկեղեցու մեր այս ընտանեկան ջերմ հարաբերությունները։ Հիշողություն չի դառնա կին ու ամուսնու մի ժամանակ ամուսնական կյանքը, այլ այդ ամենը կշարունակվի, եթե մենք դեն գցենք
մեր հին մարդը եւ տեղ չտանք սատանային։ Մի կարևոր բանի մասին եմ ուզում խոսեմ, հաջորդը խնդիրները անհնարը չլինի։ Խնդիրներ միշտ էլ կլինեն։ Ու խնդիրները լինում են մեծ, լինում են փոքր, բայց խնդիրը մնում է խնդիր։ Եվ կան խնդիրներ, որոնք քեզ ժամանակ առ ժամանակ ծնկի են բերում։ Լինում է տենց, որ էլ չգիտես ինչ անես։ Ծնկի ես գալիս, թե հիվանդություն կլինի, թե ինչ խնդիր էլ ասես կարա քեզ ծնկի բերի։ Եթե կյանքի հոգսերը քեզ ծնկի են բերել, մի հուսահատվի եւ մի հանձնվի։ Դա ամենահարմար դիրքն է, որպեսզի աղաղակես Աստծուն աղոթքով։ Հա? Ծնկի եկած ժամանակ ամենալավ դիրքն է, որ ոչ թե դու նվնվաս, այլ աղոթքով աղաղակես դեպի Աստված։ Ամեն իրավիճակում աղոթքը թող լինի առաջին տեղում, թող լինի առաջին արձագանքը աղոթքը քո դժվար իրավիճակների մեջ։ Ինչ լինում է աղոթքով արի Աստծուն։ Ինչ որ լինի, հələ փորձի աղոթքով գաս Աստծուն։ Ոչ թե փնփնթաս, ոչ թե բողոքես, ոչ թե մարդ գտնես, որ իր հետ կիսվես, տենաս ինչ խորհուրդ կտա։ Ոչ մեկ քեզ չի կարա ճիշտ խորհուրդ տա, եթե ոչ միայն Աստված։ Հա? Իսկ աղոթքը դա աղաղակը, աղաչանքա դեպի Աստված։ Քո խնդիրը բեր Աստծու առաջ։ Մարդուն մի բացիր։ Մարդը քեզ կարան մի հատ խորհուրդ տա, որ եղածնել քանդվի։ Բայց Աստված ու Աստծո խորհուրդը շինություն կտա քեզ ու կհանի քեզ դժվար իրավիճակներից։ Մատթեոս 26:41-ում ասում է արթուն կացեք եւ աղոթք արեք, որ փորձության մեջ չմտնեք։ Հոգին հոժար է, բայց մարմինը տկար։ Ասում է աղոթք արեք եւ արթուն կացեք։ Այսինքն արթուն լինենք եւ աղոթք լինենք, արթուն լինենք ոչ թե գիշերները չքնելու, այլ արթուն լինենք Աստծո խոսքի մեջ, արթուն լինենք աղոթքի մեջ, արթուն լինենք Աստծո հետ փոխհարաբերության մեջ, հա, արթուն լինենք։ Այսօր միգուցե շատերը չկան, որովհետև արթուն չեն, քնած են, ոչ թե ֆիզիկապես են քնած, այլ հոգեպես են քնած, հոգևոր են քնած։ Բայց Աստծո խոսքն ասում է արթուն եղեք եւ աղոթք արեք, որ փորձության մեջ չմտնեք։ Փորձությունը լինելու է, բայց արթնությունը եւ աղոթքը այդ փորձությունը շրջանցում է։ Մենք նստում ենք խնդիրների մեջ, ուզում ենք խնդիրները լուծվի, բայց այդպես չի լինում։ Չես կարա նստես լուժայի մեջ ու ուզենաս, որ շորերը չորանա։ Կլինի տենց։ Մնգել ենք ցեխը, ոտա, դե հիմա սայթակեց, հիմա այդ պայն քեզ չի լսել ու ընկել ես ցեխերի մեջ ու նստել ես ու հոգս ու դարդ ես անում, որ շորերը չորանա, որ գնաս տուն։ Համար դուրս արի մեջից։ Կլինի դուրս գաս։ Իսկ գիտես ոնց ես դուրս գալիս։ Ասում արթուն եղեք եւ աղոթք արեք, որ փորձության մեջ չընկնեք։ Հաջորդը Մարկոս 11:24։ Սրա համար ասում եմ ձեզ, թե ամեն ինչ որ աղոթք անելով խնդրեք, հավատացեք, թե կառնեք եւ կլինի ձեզ։ Եվ որ ժամանակ որ կանգնեք աղոթք անեք, ներեցեք, եթե մեկի դեմ բան ունեք։ Հիմա իմացաք այդ ոտը ասայթակել ու ձեզ գցել ջրի մեջ, ցեխի մեջ։ Ասում եմ, երբ որ ինչ որ աղոթք անելով խնդրեք, իմ անունով, ասում է Հիսուս Քրիստոսը, կտա հայրը ձեզ։ Բայց մի պայման կա։ Երբ որ սկսում ես աղոթել, մի բան խնդրեմ քեզ։ Եթե ինչ որ մեկի դեմ մի բան ունես, ասում եմ, ներեցեք, եթե ինչ որ մեկի դեմ մի բան ունեք։ Անես չէ՞ էլի այդ պահին շատ խիստ կարիք ունես, Աստված ջան, ուզում եմ ես հարցս լուծես, լավ, որ ասում ես ներում եմ քեզ, ներեցի, վсё, դե լուծի Աստված ջան, որ հետո նորից սկսեմ ատել։ Հենց ներես իրականում։ Գիտես ինչա տեղի ունենում։ Ասում եմ, ներեցեք, եթե մեկի դեմ բան ունեք, որպեսզի ձեր հայրն էլ, որ երկնքումն է, ձեր հանցանքները թողի ձեզ։ Բայց եթե դուք չներեք, ձեր հայրն էլ, որ երկնքումն է, ձեր հանցանքները չի ների ձեզ։ Հիմա որն է լավ։ Ներենք ու հանգիստ ապրենք, թե որ երկնքից նայում են մեզ, ասում են, էս են հանցավորն է,
ես են հանցագործն եմ, ես են չներողն եմ։ Ավելի լավ է ներես ու հանգիստ ապրես, լավ։ Ների ու հանգիստ ապրի։ Ասма ներեք, որ հայրն էլ ձեր հանցանքները ների։ Գնացին Սավուղն ու են երիտասարդը իմաստուն մարդու Աստծո մարդու մոտ, որ իմաստություն վերցնեն, չէ՞։ Մենք էլ գալիս ենք Աստծո մոտ, որ իմաստությամբ լցվենք, ամեն։ Բայց դու գիտես ամեն մարդու Աստված իմաստություն է տալիս։ Աստված չի բացում իմաստության դռները այն մարդկանց, ում սրտերը փակ են Աստծո համար։ Հա? Եթե քո սիրտը Աստծո համար փակ է, Աստված ո՞նց քեզ իմաստություն տա։ Այ Աստված ջան, կներես էլի տեղ չունեմ, զբաղված է, բայց այդ իմաստության կարիքն ունեմ, տուր գնամ։ Գիտեք ում նման է։ Այն անառակ որդու պատմության պես։ Հա? Հայր, ես բաժին ունեմ, չէ՞։ Հա, ոնց չունես տղա ջան։ Պապ ջան, կլինի իմ բաժինը տաս, ես գնամ։ Դու ոնց յոլա կգնաս, գնա էլի, կամ ոնց կանեք, ինչ կանեք, չգիտեմ, ես իմ կյանքն եմ ուզում ապրեմ, իմ իմաստությունը տուր գնամ։ Այ գիտես շատ ժամանակ նման ենք այդ անառակ որդուն, որ ուզում ենք մեր կարիքները հոգա Աստված, բայց մենք չենք ուզում Աստծո համար մեր կյանքում տեղ բացենք։ Աստված ասում է, լսի, այդ իմաստություն կարիքը այդքան չկա, ինչքան որ թույլ տաս ես բնակվեմ քո ներսում։ Երբ որ ես բնակվեմ քո ներսում, այդ իմաստությունն էլ, օրհնությունն էլ, հաղթանակն էլ կլինի քո կյանքում։ Մենք չէ, մենք յուրահատուկ ենք։ Դու մեր իմաստությունը տուր, քո գործը չի։ Աստված էսել օրհնի, էնել օրհնի, էնել օրհնի։ Բայց լսի, Աստված ուզում է օրհնի, բայց դու Տիրոջը թույլ ես տալիս քո կյանքը մտնի։ Տիրոջ խոսքը գոնե մեկ անգամ հարգել, պատվել ես, գոնե լսած ու կատարած կաս Տիրոջ խոսքը։ Չէ, ես ոնց ասեմ, այտենց էլ լինելու է։ Էլ ինչ ես զում Աստծուց։ Մի հատ տեղ կա Գործք առաքելոց 13-րդ գլխում 6-ից 13 խոսքերում։ Եվ մի մոկ գտան սուտ մարգարե, որի անունը Բարեհեսու էր, որ փոխանորդ բդեշխ Սերգիոս Պողոսի հետ էր, որը իմաստուն էր։ Այս Սերգիոս Պողոսը իմաստուն մարդ էր, ու սրա հետ էլ մի հատ Բարեհեսու անունով մոգ էր շրջում, իրար հետ կարելի ասել ընկերություն էին անում, հա, մտերիմներ էին։ Երևի ինչ-որ միտեղ խորհուրդներ էր տալիս, որովհետև այս Սերգիոս Պողոսը հլը դեռ Աստծուն այդքան լավ չէր ճանաչում։ Մենք էլ ենք, չէ, աշխարհիկ ժամանակ բախտագուշակների մոտ գնաց, ասես ծանոթ ունեմ, լավ կոֆեի բաժական նայում, մի հատ sense ծանոթ ունեմ, գնանք կարտ գցի, լավ բախտ է բացում եւ այլը, ու sense իմաստության աղբյուրներ ենք մանեկել։ Ու մեկ էլ հանկարծ, կարդամ շարունակեմ, սա Բարնաբասի եւ Պողոսին իր մոտ կանչելով ուզում էր Աստծո խոսքը լսել։ Այս Սերգիոս Պողոսը լսելով Աստծո մասին ու լսելով աշակերտների մասին, Բարնաբասին ու Պողոսին կանչում է իր մոտ, որպեսզի իրան պատմեն Աստծո մասին։ 8-րդ խոսքը, բայց Եղիմաս մոգը հակառակվում էր։ Սա ուզում էր փոխանորդ բդեշխին հավատքիցը փոխել, որովհետև ձեռից գնում էր։ Հազիվ բռնել էր այս փոխանորդ բդեշխին ու իրանով էր արել, այս Եղիմաս մոգը, ու ձեռ չէր տալի, որ հանկարծ ճշմարտությունը լսի ու գնա։ Այսօր մենք էլ շատ շրջապատում ընկերներ ունենք, ծանոթներ ունենք, որ հազիվ ձեռն է սնգել, կարողանում է քո հետ վարվին հենց ոնց որ իր սիրտն է կամենում ու միշտ ուզում է քեզ հեռու պահի Աստծուց, որ ճշմարտությունը չիմանաս եւ հանկարծ ձեռից բաց չթողի։ Աշխարհն էլ է այտենց անում։ Եվ շարունակությունը ինչ է ասում։ Ասում է, այս Եղամաս մոգը ուզում էր այս բդեշխին հավատքիցը փոխել։ Բայց Պողոսը Սուրբ Հոգով լցված ասաց. ով ամեն խաբեբայությունով եւ ամեն խորամանկությունով լցված սատանայի որդի, ամեն արդարության թշնամի, դու չես դադարում Տիրոջ ուղիղ ճանապարհները ծռելուց։ Հիմա ահա Տիրոջ ձեռքը քեզ վրա է
եւ կույր կլինես, որ միջև մի ժամանակ էլ չտեսնես։ Եվ նա իսկույն կուրացավ։ Այն ժամանակ փոխանորդ բդեշխը, երբ որ տեսավ այն եղածը, հավատաց եւ Տիրոջ վարդապետության վրա զարմացավ։ Մոգը փոխանակ սիրտը տար Աստծուն ու կպներ Տիրոջը, որպեսզի Տիրոջից իմաստություն վերցներ, հələ մի բան էլ ծռում էր ճանապարհները։ Մենք էլ ենք ուզում Տիրոջից իմաստություն ու ծռենք ճանապարհները գնանք։ Այ մարդ, քեզ պետք է այդ ամեն ինչը տանելու է կուրության։ Միգուցե ֆիզիկապես չկուրանաս, բայց խավարի մեջ գնալով այդ կուրությունը քեզ լավ տեղ չի տանելու։ Տանելու է կործանման։ Աստված չի կարող օրհնի քո քայլերը, եթե դու ինքդ քո ոտքերով առաջ չտանես։ Աստված քեզ չի կարող օրհնի, եթե ինքդ քայլեր չանես։ Այդ օրհնության ճանապարհով։ Ինչա գրված Աստվածաշնչում, ասում է երկինքն ու երկիրը վկայեմ դնում ձեր առջև, որ օրհնությունն ու անեծքը ձեր առաջ է դրած, ու դուք ինքներդ եք ընտրում։ Եթե դու կանգնած ես մի տեղում ու առաջ չես գնում, եկեղեցու մեջ երկար տարիներ ես ու դու անվանվում ես հավատացյալ ու քրիստոնյա, բայց դու հավատքի մեջ առաջ չես գնում, ինչ օրհնություն ես սպասում Աստծուց։ Մուլտիկ կար սովետական, որ մեկը գնաց առաջի դասարան ու տենց էլ մնաց առաջի դասարանում։ Հիշում եք այդ մուլտֆիլմը։ Ու արդեն ծեր, մուրուքով, սպիտակ մազերով, կոպալով, գալիս է դպրոց էլի առաջի դասարան։ Եկեք դրան նման չմնանք առաջի դասարան։ Աստված քեզ չի ուզում մնաս ես արդեն հոտեկող այս վիճակի, ճահճացած վիճակի մեջ։ Աստված ուզում է դուրս գաս ու քո ոտքերը քեզ տանեն առաջ։ Գնաս առաջ, գնաս դեպի օրհնություն, գնաս դեպի այն նոր հնարավորությունները, որ Աստված քո առջև բացում է։ Նայում ես մարդկանց տարիներով եկեղեցու մեջ։ Ու այդ աթոռը իր պատճառով է մաշվել։ Բայց հոգևոր ոչ մի առաջխաղացում չես տեսնում։ Խոսքը ասում է, նայելով ձեզ, պիտի արդեն կոշտ, կերակուր ուտեիք, վարդապետներ լինեիք, ծառայության մեջ բարձրանայիք, ասում է, բայց նայում եմ ձեզ հələ կաթի կարիք ունեք։ Հələ դեռ չմեծացած արդեն ծերացանք։ Մեկ փոքր երեխեքին են կատ տալի, մեկ էլ արդեն տարեց են հասուն են 120-30 տարեկան ծերերին, ովքեր ինքնուրույն չեն կարողանում ուտել, մեկ էլ իրանց են կերակրում։ Բալա որ մնաց քո են երիտասարդությունը, հոգևոր երիտասարդությունը, ուր մնաց քո են հասունությունը, որ դու պիտի այդ հասունության մեջ արդեն վազեիր ու պտուղներ բերեիր, ծառայեիր Տիրոջը։ Տերը չի կարա քեզ օրհնի, եթե քո ոտքերը չեն տանում դեպի օրհնություն։ Քայլիր, քայլ արա դեպի նոր հնարավորությունները, որ Տերը պատրաստել է քեզ համար։ Հաջորդը բոլորս ուզում ենք լինենք երջանիկ։ Հալելույա։ Մեր երջանկության աղբյուրը Աստված է։ Միակ աղբյուրն է։ Երջանկության, կյանքի, հույսի, հավատքի միակ աղբյուրը Աստվածն է, սիրելիս։ Ինչքան շատ ես մոտենում նրան, այդքան երջանիկ լինելու հնարավորությունները մեծանում են։ Ինչքան շատ ես մտերմանում Աստծո հետ, այնքան երջանիկ լինելու հնարավորությունները շատանում են, սիրելիս։ Շրջվի կողքերիդ ասա երջանիկ։ Ինչքան շատ մոտենաս Աստծուն ու ինչքան թույլ տաս Տերը բնակվի քո ներսում, այնքան երջանկությանը հնարավորությունները մեծանում։ Դու այնքան երջանկանում ես։ Այնքան քո դեմքի լույսն ու ժպիտը ավելի է փայլում։ Եվ ինչքան որ թույլ ես տալի, որ նա ամենակալ Աստվածը բնակվի քո ներսում, այդքան էլ քո կյանքում երջանկությունը
գործնականապես արտահայտվում է, երևում է քեզանից։ Հիմա ես տեսնում եմ երջանիկ դեմքեր, ես տեսնում եմ երջանիկ մարդիկ, ես տեսնում եմ Աստծով լցված զորավորներ, սիրելիներս։ Եվ Տերը օրհնի ձեզ։ Սա ոմանց համար հռչակում էր, ոմանց համար իրականություն, բայց ուզում եմ այդ հռչակումը դառնա իրականություն բոլորիս համար։ Ամեն։ Եկեք չկորցնենք այդ երջանկության այդ ֆորմուլան։ Ոչ միայն ֆորմուլան, այլ նաև այդ հաբը, որը Աստված է տալիս։ Հովհաննես 8:32 ասում է, եւ ճշմարտությունը կճանաչեք, եւ ճշմարտությունը կազատի ձեզ հոգսերից, ծանրությունից, բեռից, տրտմությունից։ Եթե ճշմարտությունը չճանաչես, ո՞նց ազատվես։ Մեր երջանկության միակ աղբյուրը Աստծո խոսքն է եւ Աստվածը։ Ուզում եմ ես մտածելակերպը հեռացնես քեզանից։ Դե գալիս ենք, ստե համոզում են, մի քիչ ժպտում ենք, բայց հեսա որ ստեղից դուրս եկա, այնքան խնդիրներ ու հոգսեր կա։ Բայց ասեմ քեզ, այս մտածելակերպը հեռացրու քեզանից, որ ես աստեղից դուրս գամ նորից հոգսերս, բեռս, ծանրությունս։ Այ մարդ Հիսուսը մի լավ բան ասում, հենց քեզ, հենց քեզ։ Ասում է, ինձ մոտ բերեք ձեր ծանր բեռը ու վերցրեք իմ քաղցր լուծը, որը քաղցր է ու թեթև։ Է որ ստեղ վերցնում ես, հանկարծ չմոռանաս աթոռին ու գնաս։ Թող ինքը քո մեջ կյանք դառնա։ Այ երջանիկ։ Առաջին Պետրոս 2:5 խոս։ Դուք էլ կենդանի քարիրի պես շինվեցեք հոգևոր տաճար, սուրբ քահանայություն, որ Հիսուս Քրիստոսի միջոցով հոգևոր պարգևներ մատուցանեք, որ Աստծուն հաճելի է եւ ընդունելի։ Դուք էլ կենդանի քարերի պես շինվեցեք հոգևոր տաճար, սուրբ քահանայություն, որ Հիսուս Քրիստոսի միջոցով հոգևոր պարգևներ մատուցանենք Աստծուն։ Ամեն։ Տերը թող օրհնի քեզ սիրելիս։ Եկեք ոտքի կանգնենք, փառաբանենք մեր հրաշալի Աստծուն, մեր միակ կյանք տվողին։ Ու Տիրոջը այս ուրախությունով ու հայտնությունով լցված գնանք մեր կյանքը կառուցելու, մեր դիմագծերը փոխելու, մեր բնավորության գծերը շտկելու, մեր փոխհարաբերությունները կարգավորելու, մեր անձերը բժշկություն բերելու եւ հոգևոր կենդանի քարերի պես հոգևոր տաճար դառնանք, որ քեզանով ոչ թե տրտմությունն ու դժբախտությունը բնակվի, այլ քեզանում Տիրոջ երջանկությունը կյանք ու պտուղ տա։